Շնորհակալություն, հանձնաժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Արդարադատության նախարարության հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ։ Արդարադատության նախարարության մասով կառավարության 21-26 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով սահմանված իրավական եւ դատական բարեփոխումների, հակակոռուպցիոն, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի ռազմավարություններով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով 2024 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 24.2 միլիարդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 99.4%։ Նախորդ տարվա համեմատ նախարարության ծախսերը նվազել են 4.8%-ով կամ 1.2 միլիարդ դրամով։ Կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N614 որոշմամբ տեղի է ունեցել քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի փոփոխություն, Արդարադատության նախարարության փոխարեն լիազորված պետական մարմին է սահմանվել Առողջապահության նախարարությունը։ Ուստի 2023 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ Արդարադատության նախարարության ծախսերում արձանագրվել է 3.4%-ի 860.5 միլիոն դրամի նվազում, որը հիմնականում պայմանավորված է հակակոռուպցիոն քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում եւ մոնիտորինգի իրականացում, քրեակատարողական ծառայություններ եւ արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, խորհրդատվության եւ մոնիտորինգի իրականացում, ծրագրերի շրջանակներում կատարված ծախսերի նվազմամբ։ Նախարարության պատասխանատվությամբ իրականացվել է 8 ծրագիր՝ արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման, խորհրդատվության եւ մոնիտորինգի իրականացման ծրագրի շրջանակներում 2024 թվականին օգտագործվել է 2.3 միլիարդ դրամ, 99.6%-ով ապահովելով ծրագրված ցուցանիշը։ Օգտագործված միջոցների հիմնական մասը՝ շուրջ 2 միլիարդ դրամ, ուղղվել է արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության, մոնիտորինգի գնման եւ աջակցության իրականացում միջոցառմանը, որի կատարողականը կազմել է 99.7%։ Նախորդ տարվա համեմատ ծրագրի ծախսերը նվազել են 4%-ով կամ 96 միլիոն դրամով, հիմնականում պայմանավորված աջակցություն օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոնի գործունեությանը եւ արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության, մոնիտորինգի գնման եւ աջակցության իրականացում միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նվազմամբ։ 2023 թվականին միջոցներ էին հատկացվել Հայաստանում ստեղծվող արբիտրաժային նոր կենտրոնի նյութատեխնիկական, ներառյալ շենքային պայմանների ապահովման նպատակով։ Ծրագրի շրջանակներում ապահովել է ռազմավարություններից բխող շուրջ 600 իրավական ակտերի նախագծերի մշակում, հանրային քննարկումների կազմակերպում, 5128 պետական փորձագիտական եզրակացությունների տրամադրում։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ներդրվել է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր լրացնելու համար լիազորագրերի ներկայացման էլեկտրոնային ծառայությունը եւ համապատասխան էլեկտրոնային հարթակը։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից հաշվետու ժամանակահատվածում հաստատված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի թիվը կազմում է 55389։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից հարուցվել է մոտ 200 վարչական վարույթ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու հիմքով։ Իրականացվել է ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման մեծ արշավ։ Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կողմից 24 թվականի ընթացքում տրվել են 1685 խորհրդատվություններ։ Քաղաքացիական կայության ակտերի գրանցում ծրագրի շրջանակներում 24 թվականին տրամադրվել է 156.4 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 100%։ 2023 թվականի համեմատ ծախսերի փոփոխություն չի եղել։ Հաշվետու տարում 2.2 միլիարդ դրամ ուղղվել է դատական եւ հանրային պաշտպանության ծրագրին։ Նախորդ տարվա համեմատ գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Միջոցներից 966 միլիոն դրամն ուղղվել է փորձաքննությունների ծառայությունների տրամադրման միջոցառմանը, որի գծով ծախսերը 23 թվականի համեմատ նվազել են 21.8%-ով։
Պետական պատվերի շրջանակում իրականացվող փորձաքննությունների ծառայությունների մատուցվող ծավալը և գումարը կախված են կատարված հանցագործությունների քանակից ու տեսակից, ինչի պատճառով ծավալի ակնկալվող փոփոխությունը հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել։ 747.3 միլիոն դրամ ուղղվել է հանրային պաշտպանության ծառայություններին, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 22.6%-ով, պայմանավորված վարվող գործերի աճի և օրենսդրական փոփոխությունների հետևանքով ծառայությունների ծավալի ավելացման արդյունքում հանրային պաշտպանների թվաքանակի ավելացմամբ։ 24 թվականի վարույթ ընդունված գործերի թիվը 31.830-ն է, որից քրեական գործերի թիվը 23.910, իսկ քաղաքացիականը համապատասխանաբար մյուս մասը։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն հիմնադրամի գործունեության աջակցության ծախսերը 2024 թվականին կազմել են 435.4 միլիոն դրամ և նախորդ տարվա համեմատ ավելացել են 30.7%-ով, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2023 թվականի երկրորդ կիսամյակից։ Հարկ է նշել, որ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը 2024 թվականին արդեն գրանցել է իր առաջին հաջողություններն արբիտրաժային գործերի քննության և հաշտարարության ոլորտներում, ապահովելով ինչպես միջազգային, այնպես էլ տեղական արբիտրաժային հաշտարարության գործերի վարումը։ Քրեակատարողական ծառայությունների ծրագրի ծախսերը հաշվետու տարում կազմել են շուրջ 14 միլիարդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 99.1%-ը։ Շեղում հիմնականում արձանագրվել է քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավում, քրեակատարողական ծառայություններ և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովում միջոցառումների ծախսերում։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ քրեակատարողական ծառայությունների ծրագրի ծախսերը գրեթե փոփոխության չեն ենթարկվել։ Ծրագրին կատարված հատկացումների գերակշիռ մասը 12.4 միլիարդ դրամն ուղղվել է քրեակատարողական ծառայությունների միջոցառմանը, որի շրջանակներում իրականացվել է 2607 դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց հսկողություն, կալանավայրերում դատապարտյալների կացության ապահովում, դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնում և ուսուցում կանխատեսված 3000-ի դիմաց։ Միջոցառման ծախսերը կատարվել են 99.8%-ով, իսկ նախորդ տարվա համեմատ աճել են 2.7%-ով կամ 320.3 միլիոն ՀՀ դրամով, պայմանավորված աշխատավարձի բազային դրույքաչափի բարձրացմամբ։ Բացի դրանից, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումների շրջանակներում 2024 թվականին մեկնարկել է քրեակատարողական ծառայողների ատեստավորման առաջին փուլը, ատեստավորման համար դիմել է 36 ծառայող, ատեստավորման փուլերը հաղթահարել են 31-ը, որոնց աշխատավարձերը բարելավել են ըստ պաշտոնների խմբերի և ատեստավորման արդյունքների։ Քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման նպատակով տրամադրվել է 55.8 միլիոն դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 43.3%-ը։ Ցածր կատարողականը պայմանավորված է նրանով, որ նոր քրեակատարողական հիմնարկի նախագծի մշակման ընթացքում առաջացել են որոշակի խնդիրներ, որոնց պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Բացի այդ, վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում առաջացած բարդություններով պայմանավորված 30 օրով հետաձգվել է նաև Աբովյան քրեակատարողական հիմնարկի վերանորոգման պայմանագրի ավարտման ժամկետը, սակայն դա հաջողությամբ ավարտվել է այդ 30-օրյա ժամկետն անցնելուց հետո։ Քրեակատարողական հիմնարկներում բարելավվել են դատապարտյալներին պահելու պայմանները, մասնավորապես Արմավիրում լուծվել է 24-ժամյա ժամատակարարման հարցը, և որպեսզի խնդիրը առկա է եղել հիմնարկի ստեղծման օրից, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Արթիկ, Վարդաշեն, Նուբարաշեն և Վանաձոր քրեակատարողական հիմնարկներում։ Աբովյան քրեակատարողական հիմնարկում կառուցվել է մոր և մանկան բաժանմունք, ներկայումս նախատեսված խցերի և կացարանների սանհանգույցներն ու լոգարանները հարմարեցված են հղի կնոջ և մինչև 3 տարեկան երեխաների առանձնահատուկ պահանջներին։ Բացի դրանից, Աբովյան քրեակատարողական հիմնարկում վերակառուցվել են ամբողջությամբ նոր 2 մասնաշենքեր միջազգային ստանդարտներին համապատասխան։ 2024 թվականի 4-րդ եռամսյակում ներդրվել է քրեակատարողական հիմնարկների կարիքների գնահատման և կառավարման էլեկտրոնային ծրագիր, ազատազրկված անձանց
մարդկանց հեռախոսակապի իրավունքը կայուն ապահովելու նպատակով բոլոր 10 քրեակատարական հիմնարկներում ներդրվել են նոր հեռախոսներ եւ հեռախոսակապի միջոցներ, խոսքը հակավանդալային անհատական քարտային համակարգով աշխատող 170 հեռախոսի մասին է։ Հայտարարված մրցույթի արդյունքում ձեռք են բերվել նաեւ պլանշետներ, որոնք բաժանվել են ըստ քրեակատարական հիմնարկների, նպատակ ունենալով ապահովել անձանց տեսակապի իրավունքը։ Դատապարտյալների եւ կալանավորված անձանց ուղեկցումն ապահովելու համար ձեռք են բերվել 2 հատուկ նշանակության հարմարեցված մեքենաներ։ Ծրագրի շրջանակներում պրոբացիայի ծառայությունների գծով ծախսերը 2024 թվականին կազմել են 768.3 միլիոն դրամ, 98.8%-ով ապահովելով ծրագրված ցուցանիշը եւ 9.6%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է պրոբացիայի ծառայողների վարձատրության չափերի փոփոխությամբ։ Ծառայության շահառուների թվաքանակը 2024 թվականին կազմել է 13883 մարդ, նախատեսված 7500-ի փոխարեն։ Նախորդ տարի շահառուների թիվը եղել է 7995։ Շահառուների թվի աճը պայմանավորված է դատարանի կողմից կայացված դատական ակտերով։ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման եւ տեխնիկական հագեցվածության ապահովման միջոցառման շրջանակներում պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային միջոցներով հսկողություն կիրառելու նպատակով ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության սարքեր եւ պրոբացիայի ծառայությունն անհրաժեշտ վարչական սարքավորումներ։ Միջոցառման շրջանակներում օգտագործվել է նախատեսված միջոցների 97.2%-ը, շեղումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նոյեմբերից պրոբացիայի ծառայությունը տեղափոխվել է նոր վարչական շենք եւ որոշ վարչական սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտություն ըստ էության չի եղել։ Ազատազրկման ձևով պատիժ կրող եւ կալանավորված անձանց համար իրականացվել են կրթական ծրագրեր, սովորելու իրավունքից օգտվել է 119 անձ, իրականացվել են նաեւ մի շարք դասընթացներ օտար լեզուների, համակարգչային հմտությունների, արհեստագործության եւ այլ թեմաներով, որոնց մասնակցել են 192 անձինք։ Քրեակատարական հիմնարկներում գտնվող դատապարտյալների միջնակարգ կրթություն ապահովելու նպատակով իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակչության եւ կրթական ծրագրերի իրականացում միջոցառման գծով ծախսը կազմել է 175 միլիոն ՀՀ դրամ։ Իրավական իրազեկում եւ տեղեկատվության ապահովում ծրագրի գծով ծախսը կազմել է 1.2 միլիարդ դրամ, որը կատարվել է 100%-ով, նախորդ տարվա համեմատ էական փոփոխություն չի կրել այս թիվը, ծրագրի միջոցներից 374.9 միլիոն դրամը ուղղվել է հրատարակչական, տեղեկատվական եւ տպագրական ծառայությունների միջոցառմանը, որի շրջանակներում մատուցվել են ընդունված եւ ստորագրված իրավական ակտերի պաշտոնական հրատարակման եւ ձևաթղթերի տպագրման ծառայություններ։ Միջոցառման շրջանակներում հրատարակված էլեկտրոնային էջերի քանակը կազմել է 77844, Arlis AM-ի կայքում առկա իրավական ակտերի քանակը 184950, կանխատեսված 178000-ի փոխարեն։ 260.8 միլիոն դրամ ուղղվել է թարգմանչական ծառայությունների միջոցառմանը, որի շրջանակներում ապահովել է ՀՀ, ԵԱՏՄ, ԵՄ իրավական ակտերի, ՀՀ միջազգային զեկույցների, ՀՀ պետական մարմինների կողմից միջազգային կառույցներ ներկայացվող եւ այդ կառույցների կողմից ՀՀ մարմինների ներկայացվող փաստաթղթերի եւ մի շարք այլ փաստաթղթերի թարգմանություններ, ծավալը կազմել է 25566 թարգմանչական էջ։ Արխիվային ծառայությունների շրջանակներում ապահովել է արխիվային հավաքածուի պահպանությունը, համալրումը, հաշվառումը, թվայնացումը, հանրության կողմից արխիվային նյութերի օգտագործումը, որի գծով ծախսերը կազմել են 599.5 միլիոն դրամ։ Արդարադատության համակարգի աշխատակիցների վերապատրաստում եւ հատուկ ուսուցում ծրագրի գծով ծախսը կազմել է 468.5 միլիոն դրամ, կատարողականը 99.9%։ Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել եւ հատուկ ուսուցում են անցել 2083 ծառայող, վերապատրաստվել է 380 դատավոր, 282 դատախազ, 282 դատական
Կարգադրիչ հարկադիր կատարման ծառայություններ ծրագրի շրջանակներում հաշվետու տարում օգտագործվել է 3.7 միլիարդ դրամ, ապահովելով 99.9% կատարողական, նախորդ տարվա համեմատ ծրագրի ծախսերը նվազել են 1.8%-ով կամ 68.2 միլիոն դրամով, որը ձևավորվել է հարկադիր կատարման ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավման, ծախսերի նվազման, շենքային պայմանների ապահովման և տրանսպորտային միջոցներով ապահովվածության բարելավման նպատակով 2023 թվականի միջոցների հատկացման և հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովող ծառայություններ միջոցառման ծախսերի աճի արդյունքում։ Ծրագրի շրջանակներում օգտագործված միջոցների հիմնական մասը շուրջ 3.6 միլիարդ դրամ ուղղվել է հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովող ծառայությունների միջոցառմանը, որը կատարվել է 99.9%-ով, նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն ավելացել են 2.9%-ով, ինչն ուղղվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության պարգևատրման արդյունքահեն համակարգի ներդրմանը։ Վերոնշյալով պայմանավորված արդարադատության նախարարության կողմից ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները կազմել են 6.7 միլիարդ դրամ, ապահովելով 111.8% կատարողական և 19.4%-ով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։ Հարկադիր կատարման վարույթի թվայնացման համակարգում 2024 թվականի ընթացքում գրանցվել է 8714 անձ, գրասենյակով կամ բջջային հավելվածով կատարվել է ի սկզբանե նույնականացված տարբերակով շուրջ 6.3 միլիարդ դրամի 391.741 վճարում, արդյունքում նույն պահին ավտոմատ կարճվել է 367.858 վարույթ, վճարային տերմինալներով և բանկերով կատարվել է ընդհանուր շուրջ 16.4 միլիարդ դրամի 426.570 վճարում, արդյունքում նույն պահին կրկին ավտոմատ կերպով կարճվել է 818.311 վարույթ։ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման ծրագրերի համակարգման և մոնիտորինգի իրականացման ծրագրի գծով ծախսը կազմել է 58.4 միլիոն դրամ, 100%-ով ապահովելով ծրագրված ցուցանիշը։ Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը նվազել են 91.9%-ով, 660.5 միլիոն դրամով, պայմանավորված 2023 թվականին էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման կամ արդիականացման նախագծերի ապահովում միջոցառման շրջանակներում 417.1 միլիոն դրամի հատկացմամբ, որն ուղղվել է էլեկտրոնային հաշտարարության տեղեկատվական համակարգի ներդրման, քաղաքացիական դատավարության թվայնացման և վարչական դատավարության թվայնացման ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանի շենքային պայմանների ապահովման ծախսերի նվազմամբ, որին նախորդ տարի հատկացվել էր 301.8 միլիոն ՀՀ դրամ, իսկ 2024 թվականի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով հատկացվել է 58.4 միլիոն ՀՀ դրամ։ 2024 թվականի փետրվարից պաշտոնապես գործարկվել է քաղաքացիական գործերով էլեկտրոնային դատարանի համակարգը, դատարաններում նոր մուտքագրվող քաղաքացիական գործերն արդեն վարվում են էլեկտրոնային եղանակով և 2024 թվականի ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվել են շուրջ 15,000 քաղաքացիական գործեր, 2025 թվականին նախատեսվում է գործարկել նաև վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը։ Եվ վերադառնալով նախորդի հնչեցված հարցերին, այո, վարքագծի կանոնի խախտում է պարտադիր վերապատրաստումներին չմասնակցելը եւ կոնկրետ ժամանականակ է սահմանված օրենսդրությամբ, որ յուրաքանչյուր դատավոր պետք է ամեն տարվա ընթացքում X ժամանակահատվածով, եթե չեմ սխալվում, 80 ժամից մինչև 100 կամ 120 ժամ վերապատրաստում անցնի, իսկ չանցնելը կրկնում եմ վարքագծի կանոնի խախտում է։ Իրականում մեր դատավորները, դատախազները, քննիչները ակտիվ կերպով մասնակցում են վերապատրաստումների դասընթացներին եւ կապել բեկանումները չվերապատրաստվելու խնդրի հետ, կարծում եմ, որ այնքան էլ ճիշտ չէ, չնայած դեմ չեմ, որ այդ միտքը քննարկենք եւ զարգացնենք, բայց երասչյան դատական համակարգի գոյության իմաստը հենց այն է, որ դատական ակտերը երբեմն նաև բեկանվեն։ Այլակերպ մենք կարիք չենք ունենալ երաստիճան դատական համակարգ եւ որևէ գործոն չկա, որը կբացառի, որ վերադաս դատական ատյան, օրինակ երկրորդ աստիճանի դատարանը գուցե
սխալ որոշում է կայացնում եւ ճիշտ էր առաջին ատյանի դատարանը, այսինքն որպես ցուցիչ մենք դա մշտապես չենք կարող հիմք ընդունել, որովհետեւ խոսում եմ պրակտիկ լեզվով, քիչ չեն դեպքերը, երբ վճռաբեկ դատարանը օրինական ուժի մեջ է թողնում, օրինակ առաջին ատյանի դատական ակտ, այսինքն նման տիպ իրավիճակներ էլ ունենք, մենք խնդիր ունենք վերհանելու խորքային այն խոչընդոտները, որոնք չեն թողնում, որ մեր դատական համակարգը գնա մեկ միասնական ստանդարտացման ճանապարհով, այսինքն մենք այդ ստանդարտների մշակման կարիքն ունենք, որով որ այսօր զբաղվում ենք եւ մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչների վերապատրաստումները եւ նաեւ դատական իշխանության ներկայացուցիչների վերապատրաստումները պետք է տանենք հենց այդ ճանապարհով։ Շնորհակալություն, այսքանը։ Հարցեր, խնդրեմ Տիկին Ղազարյան, պատրաստի պարոն Գրիգորյան։ Շնորհակալ